Ես ուզում եմ ասել, որ իմ համար եւ իմ գործընկերների համար մեծ պատիվ է այսօր գտնվել այս միջոցառմանը պարոն Վարդանյանի կողմից կազմակերպված եւ շնորհավորում եմ Եվրոմեդիային Լուրերկոմին այս միջոցառման կապակցությամբ օգտվելով առիթից նաեւ շնորհավորում եմ գալիք նոր տարին թող լինի հայ ժողովրդի համար եւ բոլորի համար խաղաղության եւ արժանապատիվ խաղաղության տարի։ Ես լրատվամիջոցների հետ միշտ առնչվել եմ հետեւյալ սկզբունքով, եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչից ընտրել լավագույնը եւ շնորհակալություն եմ հայտնում, որ Եվրոմեդիան լայն հնարավորություն է ստեղծում, մանավանդ այսօր Հայաստանի համար այս դժվարագույն պայմաններում խոսելու, ներկայացնելու իրականությունը եւ նաեւ հնարավորության սահմաններում լուծումներ տալու, թե հայ ժողովուրդը ինչպես պետք է դուրս գա այս իրավիճակից։ Եվ օգտվելով առիթից նորից շնորհավորում եմ եւ ամենալավն ու բարին եմ ցանկանում։ Ես սրտան շնորհավորում եմ եւ Եվրոմեդիային առաջի տարեդարձի եւ Լուրերկոմի 14-րդ տարեդարձի կապակցությամբ, դե Լուրերկոմը արդեն տարիների փորձությամբ հաստատել է իր դիրքը լրատվական դաշտում, իսկ Եվրոմեդիան այս մեկ տարիների ընթացքում հասցրեց ձեռք բերել լայն վստահություն եւ այն տեխնիկական մեծ հնարավորությունները պրոֆեսիոնալ կազմը հնարավորություն տվեցին մեկ տարվա ընթացքում ունենալ ձեռքբերումներ, որ միգուցե ուրիշներին ավելի երկար տարիների ընթացքում չի հաջողվում։ Հաջողություն եմ մաղթում մեր գործընկերներին, ես առիթ ունեցել եմ այս մեկ տարվա ընթացքում Եվրոմեդիայի եւ տաղավարում հյուրընկալվել եւ նաեւ շնորհակալ եմ այլ հասարակական գործունեության լուսաբանման համար եւ ստեյության մենք վերածվել ենք գործընկերների, իսկ գործընկերներին միշտ մաղթում են հաջողություններ։ Առհասարակ, առավել եւս ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների խորհրդով։ Ջերմ շնորհավորանքներս պարոն Վարդանյանի մեդիայի մեկամյա տարելիցի հետ կապված ուղղակի արձանագրեմ, որ չորրորդ իշխանությունը իր դերն ու նշանակությունն ունի պետականության շենացման հետ կապված եւ ունես ուժեղ չորրորդ իշխանություն, կունենաս նաեւ պետականություն։ Իրավամբ պարոն Վարդանյանի կողմից ղեկավարված մեդիան դիտում եմ լավագույն մեդիան այսօր Հայաստանի Հանրապետություն բոլոր լավ հետևանքներով։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ Եվրոմեդիա հեռուստաընկերության մեկամյակը։ Մի տարին բավականաչափ մեծ ժամանակահատված է, միևնույն ժամանակ շատ քիչ ժամանակահատված, որպեսզի կարողանանք վերջնական ամփոփիչ գնահատական տալ։ Սակայն այս մի տարվա ընթացքում Եվրոմեդիան իրեն դիրքավորել է որպես ազատ, անկախ, ազնիվ, անկաշար եւ օբյեկտիվ լրատվամիջոց։ Մուտքի համար դա թերևս կարելի է ընկալել, սակայն շարունակել այսպես շատ դժվար կլինի։ Եվ ես ցանկանում եմ Եվրոմեդիային, որ իրենք ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չդավաճանեն իրենց սկզբունքներին, իրենք շակերտների մեջ չարժանանան բռնաճնշումների, որևէ ինչ-որ ուղղություններով կամ որևէ ոչ փաստարկված հաղորդումներ կազմակերպելու համար։ Ես ցանկանում եմ Եվրոմեդիային անկախություն, ազատություն, ես ցանկանում եմ Եվրոմեդիային խաղաղություն, որ իրենք խաղաղ լինեն իրենց մտքերի եւ իրենց հոգու հետ եւ ցանկանում եմ, որպեսզի Եվրոմեդիան ել ավելի բարգավաճի, ել ավելի բարձրանա եւ համոզված եմ, որ շատ շուտով ինքը կդառնա մեր հանրապետության առաջնակարգ լիդեր լրատվամիջոցներից մեկը։ Եվ միևնույն ժամանակ շնորհավորում եմ Եվրոմեդիայի ողջ անձնակազմին գալիք նոր տարվա կապակցությամբ։ Խաղաղություն ամենեցուն։ Անչափ կարևոր է, երբ քեզ բռնում ես այն մտքի վրա, որ այլևս քո օրը, քո շաբաթը ծրագրելիս դու գիտես, որ շաբաթվա մեջ Եվրոմեդիան 24-ը իր կարևորագույն տեղը ունի, որ շաբաթվա այս օրը դու լինելու ես այլևս կայացած այդ լրատվամիջոցում, որովհետև քեզ համար շատ կարևոր է, որ Եվրոմեդիայի միջոցով, որը
աննկարագրելի արագությամբ լսարան է հավաքում, քո ասելիքը հասցնես տեղ։ Ես շնորհավորում եմ Եվրամեդիայի մեկամյակը եւ շատ ուրախ եմ, որ իմ շատ լավ ընկերը Արման Վարդանյանը, որի հետ մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, ով կարողացավ շատ ճիշտ, որտեվ այսօր շատ դժվար է մեդիա կայացնելը, այս սոցիալական, այս օվկիանոսի մեջ, այս սոցիալական, այս հեղձուկի մեջ, երբ որ ամեն տեղից լրատվամիջոցներ են բացվում եւ դժվար է, հա, այն զտել ճիշտը սխալից, պրոֆեսիոնալը ոչ պրոֆեսիոնալից, Արմանի նյութը Վարդանյան շատ կարևոր էր, որ ինքը կարողացավ կայացնել իսկապես մեդիա, որի կրեդոնա փաստը, որի կրեդոնա պրոֆեսիոնալիզմը եւ ես շատ ուրախ եմ, որ այդ մեդիայում հավաքված են իսկապես պայծառ լուսավոր տաղանդավոր մարդիկ, շնորհավորում եմ բոլորին եւ ինչ ասեմ, արխիվում շատ բարդ տարի է, արխիվում այնպիսի տարի է, որը նաեւ փորձություն է լրատվամիջոցի համար, կկարողանա լրատվամիջոցը դիմակայել տարբեր գայթակղությունների, տարբեր ճնշումների։ Վստահ եմ Եվրամեդիան հաղթանակով է դուրս գալու, ինչպես այս մեկամյա հաղթանակը։ Ցանկացած լրատվականի բնականաբար պետք է մաղթեր անխափան եթեր, դա նվազագույնն է, բայց այն իրավիճակում, որ մենք ենք, ես նաև կմաղթեմ անխափան եթերին զուգահեռ արժեքահեն լուսաբանում, այնպես որ շնորհավոր անխափան եթեր արժեքահեն լուսաբանում։